Եկանք հասանք, զարմանալի է, բայց հասանք։ Սենց լույսերը, ընդեղ ինչ է։ Կամիա էտ հաստատ, անետ կարող եմ մրսենք։ Հնարավոր է։ Ես կամի։ Հա, լավ կամիա։ Անայիտ ինստեղ մի հատ նստելու տեղ կտանք։ Լավ գնամ մեր տեղերը կտնեմ։ Գնանք։ Կլնի էլի։ Նա տեղը կտնենք։ Հետո ես կգամ կբերեմ քեզ։ Նա տեղը ասա թող ընկերուին մեզ նստացնի։ Ահա, մեզ նստացրեցին։ Լավ է էլի հարգանք պատիվը։ Ակին տեղեր են ժողովուրդ։ Գնամ տենամ ինչ խմելու բան կարամ բերեմ։ Լավ, սրանից մոտիկ չեն թողում, ասեցին, վտանգավոր է։ Դակիր ես Ֆրանսիայի հրապարակն է, մեծ ծառը սաղ պագել է։ Ջերմուկը վճարով էր, գինին շամպանսկին անվճար։ Երևան գալն է։ Ես վարագույնը լավ բացվում, փակվում, բացվում, փակվում։ Շատ որ այսօր այստեղ եք եւ միասին ականատես ենք լինելու մեր սիրելի Երևանի մշակութային կյանքի այս աննախադեպ եւ տպավորիչ իրադարձությանը։ Այսօր իսկապես հիշարժան օր է։ Արամ Խաչատրյան համերգասրահի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դուրս է գալիս ավանդական վեպի սահմաններից տեղափոխվելով անմիջապես երկնքի տակ։ Արամ Խաչատրյան Rooftop։ Այս տոնական իրադարձային Երևան գալա համերգով էլ ազդարարում ենք համերգասրահի մեծ տանիքի Խաչատրյան Rooftop-ի հանդիսավոր բացումը։ Վերջին տարիներին Արամ Խաչատրյան համերգասրահն ապրում է իր պատմության ամենավառ
եւ նշանակալի վերածննդի շրջանը։ Իրականացվել են մասշտաբային բարեփոխումներ, կյանքի են կոչվել համարձակ ու նորարար նախաձեռնություններ, որոնց ականատեսն արդեն դարձել է հայ հանդիսատեսը։ Այս փոփոխությունները ոչ միայն նոր շունչ են հաղորդել համերգասրահին, այլև վերաիմաստավորել նրա դերն ու առաքելությունը Հայաստանի մշակութային կյանքում։ Այս ամենի հիմքում համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի հետևողական եւ նպատակասլաց աշխատանքն է ծափարել նրան։ Նրա ղեկավարությամբ այսօր կյանքի է կոչվում նաև Խաչատրյան Rooftop նախագիծը, բացելով նոր հարթակ երաժշտական կյանքի եւ մշակութային նոր փորձառությունների համար։ Ինչպես հայտնի է, այս պահին իրականացվում են նաև Արամ Խաչատրյան համերգասրահի երգեհոնի հիմնանորոգման աշխատանքները։ Այս կարևոր եւ երկար սպասված ծրագրի իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, հանձին նախարար Ժաննա Անդրեասյանի ցուցաբերած աջակցության համար։ Սակայն նույնիսկ վերանորոգման այս փուլում համերգասրահը չէր կարող զրկել իր հանդիսատեսին երաժշտության հետ հանդիպման հնարավորությունից։ Հենց այդ պատճառով էլ նախատեսվածից շուտ կյանքի կոչվեց Խաչատրյան Rooftop նախագիծը։ Հնարավորություն տալով երևանցիներին եւ քաղաքի հյուրերին շարունակել վայելել բարձրակարգ համերգային ծրագրերը նոր, յուրահատուկ եւ ոգեշնչող միջավայրում։ Իդեպ, այս տանիքի ներքո թաքնված մի խորհրդավոր ու յուրահատուկ տարածք մոտ ապագայում վերածվելու է ժամանակակից պատկերասրահի եւ ավանգարդ արվեստի նոր հարթակի։ Իսկ այժմ սիրով բեմ ենք հրավիրում այս բոլոր գաղափարների հեղինակին եւ նախաձեռնողին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանին։ Հանդիսատես, մայրաքաղաքի հյուրեր։ Ուրախ եմ ձեզ ողջունելու Երևան քաղաքի ամենագեղեցիկ տանիքից, որը կոչվում է Խաչատրյան Rooftop։ Կարծում եմ այս նոր հարթակը առաջիկայում կլինի Երևան քաղաքի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը, որտեղ առաջիկայում կունենանք բավականին մեծ մասշտաբային գեղեցիկ մշակութային ծրագրեր։ Օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ընկերություններին, կազմակերպություններին, ընկերներին, անհատներին, ովքեր այս նախագծի իրականացման ճանապարհին իրենց ցուցաբերած աջակցությունը հանգեց իր նպատակին։ Ուրեր հարգելի ներկաներ, Խաչատրյան Rooftop նախագծի եւ այս տանիքի համերգաշարերի գլխավոր գործընկերն է ID բանկը, որի համար այս տարին եւս խորհրդանշական է։ Խաչատրյան Rooftop-ում ազգային ֆիլհարմոնիկի հետ բեմ կբարձրանան հայկական բեմի ամենավառ ու սիրված կատարողները՝ Լիպարիտ Ավետիսյանը, Գուրգեն Բաբեյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Աղաջանովը եւ Ռոման Խնկոյանը։ Եկեք ծափահարենք մեր մենակատարներին։ Եվ այս տոնական համերգը կղեկավարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։ Թող այս երեկոն լինի յուրօրինակ եւ անկեղծ սիրո խոստովանությունը մեր վարդագույն Երևանի։ Թող լինի այդպես եւ համերգային երեկոյի առաջին բաժինը սկսելու համար մեծ սիրով բեմ ենք հրավիրում ձեր ծափահարությունների ներքո իհարկե մայստրո Էդուարդ Թոփչյանին դիմավորեք։
Հարգելի հյուրեր, ես ուզում եմ ասեմ իմ սրտի խոսքը, որովհետև ես մի քիչ շուտ գիտեի, որ սենց պրոյեկտ է լինելու rooftop, եւ ես ուզում եմ հպարտանալ եւ ասել, որ շատ հպարտ եմ, ուրախ եմ, որ Երևանը, Հայաստանը ունեցավ այսպիսի նմանը չունեցող հրաշալի բեմահարթակ rooftop, եւ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը ասեմ շատ զարմանալի մարդուն, որը կարողանում է ռիսկի դիմել, չի վախում բարդություններից, դժվարություններից, պարոն Նազարյան, Նորայր Նազարյան, ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք հավատացիք այս հրաշալի պրոյեկտին, այս բեմին, ու Երևանը ունի այսպիսի հրաշալի բեմահարթակ։ Շնորհակալ եմ ձեզ եւ ձեր ամբողջ թիմին։ Շնորհակալ եմ, նիզկի պակլոն вам։ Спасибо։ Останется час, совершится час.
Արտի։ Շատ գեղեցիկ եք և դուք և մեր քաղաքը և բեմը եկեք նվագախմբին բարձր ծափարեն։ Շնորհակալություն։ Հարգելի հանդիսատես, համերգը կշարունակվի 20 րոպեից։ Շատ հաճելի մթնոլորտ է ասեմ ձեզ։ Իրոք լավ տեղ է։ Марвин. Еще это, женщина была. Они Я Элистаган. очень спасали. Mēs pat izsākstēgalnen, ha? Oršnež. Sajat Novan. Շատ ավես է։
Տեսնել ձեզ այսօր այստեղ։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն Արամ Խաչատրյան համերգասրահի բոլոր կազմակերպիչներին, իդեմս պարոն Նազարյանի եւ իր հզոր թիմի։ Եկեք շատ բարձր ծափարենք մեր նվագախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Մայստրո, եկեք դուք։ Знакомый
ծնվել, ես այստեղ մեծացել, Երևան։ Ասաց եկեք միասին եկեք, ասում ենք, տենակ ինչ է ստացում։ Պատրաստ ես անել։
Շատ լավ համերգ է, շատ շնորհակալություն ձեզ Գոքոր եւ Նարա Այո, ես ինչ մեծ հաճույք մեզ պարգևեցիք այո բայց ես լաց ազդվեցի ծնողներին հիշեցի իմին Երևանը հիշեցի մի խոսքով շատ լավն էր այո Հաճելի էր Լավ մնաք հայր ջան Ստեսություն ձեզ առողջ եղեք եւ մնացեք խաղաղությամբ Միշտ առողջ Այո Եվ մնացեք խաղաղությամբ Երևանյան քամին երեկոյան յուրահատուկ ինչ-որ բաներ տալի, չէ, համերգին, երանք Ինչքան էլ լավ չէր, ես շախշախկոցը մինչև Շևերանա անային, ես տեղ էլ էկողետ չեմ Հսում եք ձեները Լիվտը մինչև ստեղ գալիս եմ Եսքան որ գանք են քանը կարելի է Բայց մի շուկ աստեղ Լավ է, աղաքին մրսեցինք ընդեղ Լարի նստենք գնանք Չեր աշխատում հիմար Դե մի անգամ պետք է աշխատի վերջը, հələ Ինչի սովորաբար չի աշխատում Երբ որ պետք է, չէ? Մեր տեղում չենք Չենք իջնում Կալ է գնա Միակ էլ պետք է վերջ Էլ չի գնում? Եկեք Այ մարդ ես ներքևն ենք Կացեցինք մի հատ վերև ենք Էլ ներքև չի իջնում? Ինչ իմանամ ես Ես որտեղ ենք մենք չեմ հասկանում Սենց փողոց դուրս կգանք? Այո Դե գնացինք Հա, էլի դուրս եկանք անել Կլաս Դե վերջ